Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցելու եմ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի հետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Ղազարյան հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Ղազարյան, վերջին շրջանում մի քանի բողոքների լսած կլինեք, հաստատ, որ քաղաքացիների կողմից են հնչում։ Դրանք վերաբերում են այն բանին, որ վարորդական իրավունքի վկայականներ ստանալու համար գործնական քննության ժամկետները շատ են երկարաձգվում, ընդհուպ ամիսներով մարդիկ կարող են սպասել մինչև հասնի իրենց գործնական քննության օրը։ Իրավիճակն ինչպիսին է եւ ինչն է պատճառը նման դժգոհությունների։ Շնորհակալություն հրավերի համար։ Այստեղ ունենք երկու էական հանգամանք։ Առաջինը դա տարեց տարի աճող տրանսպորտային միջոցների քանակն է հանրապետությունում։ Տարածիորեն երեկվա դրությամբ մեր հաշվառված տրանսպորտային միջոցների քանակը հանրապետությունում գերազանցում է 970,000-ը։ Այսինքն գրեթե բնակչության 1/3-ի չափով ստացվում է, որ մենք ունենք տրանսպորտային միջոցներ հանրապետության տարածքում, դրանց ճնշող մեծամասնությունը թեթև մարդատար տրանսպորտային միջոցների մասին է խոսքը, եւ նույն օրվա դրությամբ օրինակ մենք ունենք վավեր 880,000-ից ավել վարորդական իրավունքի վկայականներ հանրապետության տարածքում, այսինքն կրկին ստացվում է գրեթե բնակչության 1/3-ը վարելու իրավունք ունի։ Այսինքն առաջին հանգամանքը, թե ինչու մենք ունենք որոշակի հերթեր ուրեմն գործնական քննությունների մասով, դրա հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ մենք ունենք տրանսպորտային միջոցներ օգտագործելու պահանջարկի աճ։ Եվ այս կոնտեքստում մարդիկ ցանկանում են ավելի շատ ստանալ ուրեմն վարորդական իրավունքի վկայականներ։ Երկրորդ կարևորագույն հանգամանքը այն է, որ այստեղ կարող ենք նաև որոշակիորեն դիտարկել մշակութային փոփոխության իմաստով, բայց ոչ միայն մշակութային փոփոխություն, այլև շատ հստակ տնտեսական գնողունակության փոփոխություն է, մարդիկ կարողանում են իրենց թույլ տալ մեկ ընտանիքում ունենալ մեկից ավելի տրանսպորտային միջոցներ, եւ այս տրանսպորտային միջոցների քանակական աճը ըստ էության վկայում է տնտեսության մեջ տեղի ունեցող փոփոխությունների մասին եւ նաեւ այն հանգամանքի, որ մեր քաղաքացիների համար առավել հասանելի է դարձել մեքենա ձեռք բերելու հնարավորությունը, ըստ այդմ եթե կարողանում է մեքենա ձեռք բերել, ապա ցանկանում է նաև ձեռք բերել վարորդական իրավունքի վկայական։ Միաժամանակ պետք է շեշտադրեմ, որ այս ենթակառուցվածքի վրա, այն է հաշվառման քննական ծառայությունների ենթակառուցվածքի վրա երկար ժամանակ էական ներդրումներ չեն արել, այսինքն մենք ունենք մի կողմից պահանջարկի աճ եւ մյուս կողմից ունենք ոչ բավարար կարողություններ։ Այս երկուսը երբ որ համադրվում են, մենք ունենում ենք որոշակի հերթեր, սակայն որոշակի տպավորությունը ցրելու համար, որ մենք ունենք ինչ-որ անբնական եւ անհասկանալի հերթեր, կարող եմ նշել հետեւյալ հանգամանքը, որոշ հատվածներում հանրապետության որոշ հաշվառման քննական ծառայություններում մենք ունենք մոտ 3 ամսվա հերթեր գործնական քննությունների հետ կապված, սակայն մինչև անցած տարվա կեսերը, 25 թվականի կեսերը, մենք նույնիսկ պատկերացում չունեինք այդ հերթերի մասին։ Ինչու պատկերացում չունեինք, որովհետև մենք չգիտեինք մեր պահանջարկը։ Նախկինում ինչպես էր գործում հերթագրման համակարգը։ Դուք երբ որ ցանկանում եք հանձնել վարորդական ուրեմն իրավունքի վկայական ստանալու համար քննություններ, գրանցում եք եւ հետո ձեր քննությունից առաջ, 1 օր առաջ ձեզ զանգում էին կամ ուղարկում էին SMS եւ ասում հաջորդ օրը, անկախ այն բանից դու որոշակի պլաններ ունեիր, չունեիր, կանխատեսել էիր այդ հանգամանքը, չէիր կանխատեսել, դες ասում էին հաջորդ օրը ներկայացի քննության։ Մենք հիմա հակառակ հերթագրման տրամաբանությունն ենք դրել, քաղաքացին ինքն է ընտրում իրեն ցանկալի օրն ու ժամը, երբ կարող է ներկայանալ եւ որ հաշվառման քննական ծառայություն կարող է ներկայանալ ուրեմն քաղաքացին եւ հանձնել իր քննությունը եւ սրանից մենք կարողանում ենք ռեալ պահանջարկի մասին որոշակի դատողություններ հնարավորություն է տալիս, այո, պահանջարկը հասկանալով, հերթերը հասկանալով, տեսել ինչ իրավիճակ ունենք, բայց դա ինչ է տալիս ձեզ։ Դա տալիս է մեզ ռեսուրսները ճիշտ բաշխելու հնարավորություն, օրինակ մենք անցած տարվա ընթացքում օրինակ 6 հավելյալ տրանսպորտային միջոց ենք ձեռք բերել հաշվառման քննական ծառայությունների համար։ Ըստ այդմ մենք կարողանում ենք ճիշտ գնահատել, թե որ հաշվառման քննական ծառայություններում պետք է բաշխվեն այս տրանսպորտային միջոցները։ Մենք հավելյալ ավելացրել ենք 13 հաստիքային միավոր ամբողջ հանրապետությունում, որպեսզի ուրեմն
ուրեմն մենք կարողանանք ավելի շատ քննություններ անցկացնել, հա, եւ ես նշեմ, որ անցած տարվա ընթացքում գործնական քննություններ իրականացվել են 114,000-ից ավելի, ինչը մոտ 40%-ով ավելին է դրա նախորդ տարվա 24 թվականի համեմատ, այսինքն այնպես չի, որ մենք որևէ կերպ չենք արձագանքում այս հերթերին։ Մենք արձագանքում ենք ինչպես կարճաժամկետ լուծումներով, ինչպես նշեցի, հաստիկային միավորներ ավելացնելով, տրանսպորտային միջոցներ ավելացնելով, հերթագրման համակարգը փոխելով, այնպես էլ երկարաժամկետ պլաններ մշակելով, թե ինչպես ենք մենք ընդհանրապես մոտենալու այս ոլորտի հանրային ծառայություններին, եթե առիթ լինի, կարող եմ այս մասով ավելի դետալային ներկայացնել։ Դրա մասին դեռ կխոսենք, պարոն Ղազարյան, միջինում մեկ քննական մեքենան կամ օրվա կտրվածքով միջինում քանի գործնական քննությունն է հնարավոր իրականացնել, հաշվի առնելով այն ռեսուրսը, որը հիմա առկա է, որը դեռ համալրման գուցե կարիք ունի։ Շատ բայ, դա կախված է անշուշտ ուրեմն տարածքից, հաշվառման քննական ծառայությունից, այդտեղ ունեցած մերկայությունից, բայց մեկ մեքենայով օրական կարող է անցկացվել 20 եւ ավելի ուրեմն քննություն, դա առավելագույնն է, որը հնարավոր է իրականացնել։ Հնարավոր է իրականացնել եւ այդպես էլ շատ դեպքերում աշխատում ենք, բայց հասկանում եք, որ այստեղ կարող են լինել նաեւ անկանխատեսելի իրավիճակներ, օրինակ եղանակային պայմաններից ելնելով, հիմա կարող է որոշակի օրեր, որոշակի ժամերի մենք չկարողանանք իրականացնել ուրեմն գործնական քննություններ եւ ըստ այդմ հերթը փորձում ենք որոշակիորեն կառավարել ավելի անմիջական միջամտության գործիքներով եւ ոչ միայն on-line հերթագրման համակարգով, բայց նշեմ, որ հաշվառման քննական ստորաբաժանումները բացի վարորդական իրավունքի վկայականների տրամադրման եւ գործնական կամ տեսական քննություններ անցկացնելուց իրականացնում են նաեւ բազմաթիվ այլ գործառույթներ, որոնք շատ հաճախ ուրեմն կարող է տեսադաշտից դուրս մնան, ինչպես օրինակ տրանսպորտային միջոցի հաշվառման գործողությունները, վերահաշվառման գործողությունները, առուվաճառքի ձևակերպման գործողությունները։ Հիմա այս գործառույթները առավել ուրեմն մեղմելու համար եւ այդ ռեսուրսը ուղղորդելու վարորդական իրավունքի վկայականների տրամադրման գործընթացներին մենք նախաձեռնել ենք այստեղ մասշտաբային թվայնացման գործընթացներ։ Ինչ փուլում է դա։ Որոշ գործիքակազմեր արդեն աշխատում են, ինչպես օրինակ գիտեք, որ անցած տարվանից մենք ունենք թվային վարորդական վկայականներ եւ թվային ուրեմն հաշվառման վկայագրեր մեքենաների համար եւ նախկինում վարչական իրավախախտումների այն հոդվածը, որով եթե անձը չուներ վարորդական իրավունքի վկայականը կամ հաշվառման վկայագիրը իր մոտ նա պետք է տուգանվեր մինչեւ 3000 դրամ, բարեկային ծառայությունը այլևս չի իրականացնում այս գործառույթը, որովհետեւ կարիք չունի դա իր մոտ ունենալու։ Անձը նույնացվում է եւ եթե նա բազայում երևում է նրա վարելու իրավունքը, որ առկա է, ապա այդ պարագայում ուրեմն այդ տուգանքը չի կիրառվում։ Սա մի հանգամանք։ Երկրորդ կարևոր հանգամանքը, որ արդեն հանրային ծառայության կտորն է առնչվում, դա մեքենայի առուվաճառքի on-line տարբերակն է։ Մենք ներդրել ենք on-line առուվաճառքի ուրեմն գործիք, տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգման գործակալության մեր գործընկերների հետ համատեղ եւ անցած տարի սեպտեմբերի 1-ից դա գործում է 4 ամսվա ընթացքում մենք ունեինք շուրջ 600 գործարք, որոնք արդեն ամբողջությամբ on-line է իրականացվել, այսինքն մարդիկ տնից նստած իրենց համակարգչի դիմաց խիստ նույնականացում անցնելով կարողանում են մյուս քաղաքացուն ուրեմն վաճառել իրենց տրանսպորտային միջոցը, իրավունքը փոխանցել։ Այս տարվա որքանով է թեթևացրել։ Դե այս պահին չենք կարող ասել որևէ տոկոսային էական թեթևացման մասին, որովհետև բնականաբար ավանդույթի ուժով դեռ մարդիկ հիմնականում այցելում են հաշվառման քննական ստորաբաժանումներ, բայց մի ուրախալի տենդենց ասեմ, այս տարվա 26 թվականի առաջին 1 ամսվա ընթացքում մենք արդեն տեսանք շուրջ 120 գործարք 1 ամսվա ընթացքում, եթե 600 գործարք ունենք 4 ամսվա ընթացքում, 120 գործարք 1 ամսվա ընթացքում նկատում ենք որոշակի միտում է ավելանում, սրան նպաստում է նաև այն հանգամանքը, որ մեծականակ մեր քաղաքացիներ ստանում են նույնականացման քարտեր եւ ակտիվացնում են իրենց էլեկտրոնային ստորագրությունները թե հայտարարագրեր լրացնելու համար, թե աշխատանքային պայմանագրեր կնքելու համար, որովհետեւ այդ ծառայությունից օգտվելու համար երկու կողմը թե գնորդը, թե վաճառողը պետք է ունենան ակտիվացված ուրեմն էլեկտրոնային ստորագրություններ, որպեսզի կարողանան on-line տիրույթում հավաստեն առու վաճառքի գործարքը, այս տենդենսը մեզ համար ուրախալի է։ Սա էլ այն միջնաժամկետ թվային լուծումներն են, որոնք մենք ներդնում ենք այստեղ հանրային ծառայությունների որակը բարելավելու համար։ Վերադառնանք վարորդական իրավունքի վկայականներ ստանալու մասով գործնական քննություններին։ Մի հնարավորություն է դրվել արտահերթ վերահանձնման, եթե
տվյալ քաղաքացին դիցուք ձախողել է առաջին քննությունը, հնարավորություն ունի հաջորդ օրը հանձնել 45000 դրամ վճարելով կամ երրորդ օրը կամ հանձնել երրորդ օրը 30000 դրամ վճարելով։ Այս հնարավորությունից արդյոք շատ մարդիկ են օգտվել եւ սա որքանով է, այսպես ասած, համալիր լուծում ապահովել։ Սա չեն կարող ասել համալիր լուծում է, սա կրկին միջանկյալ լուծումների դաշտից է, բայց մենք ներդրել ենք այս հանգամանքը, հնարավորությունը առաջին անգամ ձախողելու պարագայում, ինչպես ճիշտ նշեցիք, հաջորդ օրը 45000, երրորդ օրը 30000 մուծելու պարագայում անձը կարող է վերահանձնել այդ քննությունը, այլ հավասար պայմաններում նա պետք է սպասեր 7 օր եւ 7 օր անց նոր կարողանար հանձնել քննությունը, իսկ երկրորդ եւ ամեն հաջորդ անգամ ձախողելու պարագայում անձը պետք է սպասեր 30 օր եւ 30 օր անց նոր կարողանար վերահանձնել հիմա նույն ուրեմն ֆինանսական սահմանաչափերի վճարման պարագայում կարող է հանձնել 7-րդ օրը եւ 14-րդ օրը այս հնարավորությունը եւս դրել ենք բայց սա գիտեք ես չէի ցանկանա որ մենք պարզապես այս հարցին շատ թեթև մոտենանք եւ մտածենք որ սա միայն այն հանրային ծառայությունն է որ անձը պետք է գա եւ հնարավորինս արագ ստանա վարորդական վկայականը սա ճիշտ մոտեցում չէ որովհետև որն է մեր նպատակը այս ոլորտում մեր նպատակն է ունենալ երթևեկության անվտանգ մասնակից որպեսզի անձը ունենա բավարար կրթական այն ամբողջ գործիքակազմը եւ տիրապետի այն հմտություններին, որոնց համար մենք ընդհանրապես կազմակերպում ենք ուրեմն քննական գործընթացը, այլ հավասար պայմաններում ինչու ենք մենք կազմակերպում քննական գործընթացը, կասեինք, ով կարող է սովորել որևէ կերպ, թող սովորի որևէ կերպ վարել եւ դուրս գա երթևեկություն, բայց մենք տեսնում ենք, որ դա կյանքեր արժի Հիմա մենք շատ կարևոր մի հանգամանքի հետ գործ ունենք, մենք վերլուծում ենք, թե որոնք են հիմնական պատճառները, որոնք մեր ճանապարհներին կյանքեր են արժենում, որոնք առաջացնում են այն վթարները եւ դրանց մի էական մասը կապված է վարորդների վարքաբանության հետ թե ինչ վարք է դրսևորում վարորդը ճանապարհներին օրինակ մի օրինակը որ վերջերս բավականին այսպես լայն քննարկման առարկա դարձավ, դա ուրեմն ալկոհոլի օգտագործման պարագայում վարելն է եւ մենք օրինակ անցած տարվա ընթացքում բարեկային ծառայությունը 5000-ից ավելի նմանատիպ դեպքերում ուրեմն զրկել է անձին վարորդական վկայական ստանալու հնարավորությունից, ինչից հետո միայն 1 տարի անց անձը կարող է դիմել վերահանձնելու այս հնարավորությունը։ Քննությունները ոչ թե վարորդի վարքը որևէ կերպ ստուգելու, այլ նրա պատրաստվածությունը երթևեկության մեջ դուրս գալու համար, չէ՞։ Միտքս չավարտեցի, նրա հետ փոխկապակցված էր, անշուշտ ճիշտ եք ասում, բայց այստեղ երկրորդ հանգամանքն է։ Երբ որ խոսում ենք ալկոհոլի օգտագործման տակ այս վարքը դրսևորելու պարագայում, մենք ունենք երկու գործիք։ Մեկ գործիքը բարեկային ծառայության կողմից խիստ վարչարության իրականացումն է, որն էլ իրականացվում է, եւ դրա արդյունքում մենք ունենում ենք օրինակ ավելի քիչ մահեր ճանապարհներին։ Անցած տարի այդ թիվը նվազել է ուրեմն 50-ով, դրա նախորդ տարին 45-ով, եւ մենք տեսնում ենք սա վերջնարդյունքը, բայց այդ վարքականոնը, թե ինչպես է, ինչ վարք պետք է դրսևորի եւ արդյոք ուրեմն վարորդը տիրապետում է ճանապարհային երթևեկության կանոններին, դա ստուգվում է ի սկզբանե։ Հիմա միանշանակ, հիմա ես նշեցի, որ անցած տարի ուրեմն քննություն է հանձնել, կազմակերպվել է շուրջ 114000 քննություն, հա։ Սա անձի մասին չի, այդքան գործնական քննության դեպք է ուրեմն արձանագրվել, որտեղ մեկ մարդը կարող է մի քանի անգամ հանձնել գործնական քննության դեպք, բայց անցած տարի վարորդական ուրեմն գործնական քննության հիման վրա ստացել է 32000-ից ավել անձ Ինչը մի փոքր ավելին է, քան նախորդ տարի։ Տարեկան կտրվածքով ստանում է մոտավորապես 20-ից 30,000 ուրեմն նոր վարորդական վկայական է տրամադրվում, եւ սա մենք տեսնում ենք կայուն տենդենց է, որ քննություններ հանձնողների, տեսական քննություններ հանձնողների մոտավորապես 40-ից 50%-ն է, որ հաղթահարում է այդ շեմը, իսկ այնուհետև 10-ից 20%-ն է միայն, որ հաղթահարում է գործնական քննության շեմը, եւ կարող է դա որոշակի դժգոհություն դուրս բերել ուրեմն մեր հանրության շրջանում, բայց սա նաեւ էական է, որ մենք
խիստ վարչարություն ենք իրականացնում այստեղ։ Մենք հետևում ենք, որպեսզի այն անձը, ով չի տիրապետում ճանապարհային երթևեկության կանոնների, դուրս չգա երթևեկություն եւ դրանով հավելյալ ռիսկեր չստեղծի, առանց այն էլ մեր բարդ երթևեկության պայմաններում։ Դուք լսել եք, մեր հասարակության մեջ հաճախ տարածված խոսակցություն կա, որ միևնույն է գործնական քննության ժամանակ առաջին անգամից կտրվելու եմ։ Եվ արդյոք ռիսկ չկա, որ այս մեխանիզմը, նույն այս արտահերթ վերահանձնման մեխանիզմը կարող է ստեղծել նման ռիսկ, որ առաջին քննությունները դիտավորյալ ձախողվեն աննշան պատճառաբանությամբ, իմիջիալոց այդ պատճառաբանություններն էլ ենք հաճախ լսում խոսակցություններում, որպեսզի քաղաքացիները հարկադիր կերպով գնան երկրորդ կամ երրորդ անգամ հանձնեն գործնական քննությունները, դրանով իսկ հանդերձ վճարելով այն գումարները, որը հարկավոր է պետական բյուջեում։ Այստեղ կարող է երկու ուրեմն տրամաբանություն լինել։ Մեկը կարող է լինել կոռուպցիոն տրամաբանություն, եթե այս քննարկումներին լուրջ հետևենք, եւ երկրորդը կարող է լինել անփութության տրամաբանություն։ Այսինքն մի պարագայում աշխատակիցը ուրեմն որոշակի շահադիտական նկատառումներով է իրականացնում ուրեմն քննության ձախողումը, իսկ մյուս պարագայում ուղղակի, չգիտեմ, անփութության կամ գիտելիքի ոչ բավարար մակարդակի պատճառով։ Երկուսն էլ առանձնապես հիմնավորված խոսակցություններ չեն, որովհետև մենք նույնիսկ եթե ունեցել ենք նման դեպքեր, ապա զբաղվել ենք շատ խիստ ուրեմն մոտեցումներ ենք ցուցաբերել այդ հարցերին եւ ըստ էության գրեթե բացառված են նմանատիպ դեպքերը արդեն հաշվառման քննական ծառայություններուն եւ երկրորդ հանգամանքը մենք նաեւ ներդրումներ ենք կատարում որպեսզի մեր աշխատակիցները վերապատրաստվեն անցած տարի առաջին անգամ մեր աշխատակազմը ամբողջ ծավալով հաշվառման քննական ծառայությունների ամբողջ ծավալով վերապատրաստվել է հենց այս ուրեմն թեմաների շուրջ եւ երկրորդ կարևոր հանգամանքը մենք հաշվառման քննական ավտոմոբիլների մեջ տեղադրել ենք տեսախցիկներ եւ տեսահսկման համակարգեր այս տեսահսկման համակարգերը բազմաթիվ որակի վերահսկման վարչության կողմից ինչպես նաեւ հակակոռուպցիոն վարչության կողմից բարբերաբար դիտարկվում են եւ նմանատիպ որևէ ուրեմն ահազանգ ստանալու պարագայում բնականաբար լինելու են հետևանքներ ինչպես ծառայողական քննությունների այնպես էլ եթե ուրեմն իրավիճակը այդտեղ հասնի նաև քրեական պատասխանատվության տեսքով սակայն այստեղ չի արմատը մենք տեսնում ենք որ քանակապես այդպիսի դեպքեր այդքան էլ շատ չեն այստեղ խնդիրը այն է որ մարդիկ պարզապես մտածում են որ սա եւս մեկ հանրային ծառայություն է որ ես պետք է արագ ստանամ բայց պետք է մի հանգամանքի վրա ուշադրություն դարձնենք սա մի իրավունք է վարելու իրավունքը որ անձին տրվում է ամբողջ կյանքի համար Եվ ամբողջ կյանքի համար ստանալ մի իրավունք, որը կարող է հետագայում կյանք եւ կյանքեր արժենալ, կարծում եմ, որ պետք է ունենա որոշակի շեմ, որը հաղթահարելուց հետո միայն նոր անձը կարող է այն ձեռք բերել։ Իսկ վարորդական իրավունքից ինչ-ինչ պատճառներով զրկվածների պարագայում իրավունքը երբ է վերականգնվում, թե հարկ է լինում եւս մեկ անգամ քննություն։ Մեկ տարի անց, նու հիմնական պատճառը խմացությունն է, բայց այստեղ ունենք նաեւ այլ դեպքեր էլ, բալերի սպառումը եւ այլն, մեկ տարի անց անձը պետք է վերահանձնի։ Այստեղ կասեցման պարագայում հնարավորություն կա նաեւ վերահանձնել քննությունները եւ բալերը վերականգնել, բայց եթե օրինակ ալկոհոլի օգտագործման պատճառով զրկվել է, ապա միայն 1 տարի անց վերահանձնելու ճանապարհով։ Այսինքն ավտոմատ կերպով նորից ստանա, ոչ։ Պիտի հանձնի նորից վկայականը ստանա։ Գործնական քննության ձևաչափում մեկ այլ փոփոխություն էլ է կատարվել, քննությունները փակ տարածքից տեղափոխվել են բաց երթևեկության մեջ։ Սա ինչ փոփոխություն է որակական բերել վարորդների պատրաստվածության տեսանկյունից։ Մի քիչ բարդացել է, կարելի է ասել։ Գիտեք, այստեղ են իրավիճակն է, որ նաև շատ ավտոդրոմներ չունենք եւ պետք է ուրեմն իրական երթևեկության պայմաններում կազմակերպենք գործնական քննությունները, բայց դա նաև որոշակիորեն դրական է ազդում, որ մենք տեսնում ենք վարորդի հմտությունները իրական երթևեկության պայմաններում եւ ոչ միայն այսպես առավել ապահով տարածքում։ Սրա արդյունքում ինչ ենք ունենում, որոշակիորեն ունենում ենք մեկ գործնական քննության ժամանակի տևողության ավելացում, որովհետև շատ հաճախ կարող են լինել խցանումներ եւ այլն, այստեղ կարող է մեր թողունակության վրա մի փոքր ազդել, ավելի քիչ քանակությամբ են կարողանալու կազմակերպել։ Ավելի շատ կտրվողներ չեն լինում այս պարագայում։ Դե ինչպես նշեցի, այս շեմը հիմնականում հաղթահարում է ուրեմն գործնական քննություն հասածների 10-ից 20%-ը։ Բայց դա լավ է թե վատ։ Իմ կարծիքով լավ է, որովհետև դա ցույց է տալիս, որ մենք մատների արանքով չենք վերաբերվում այն խնդրին, որ մեր առաջ դրված է, իսկ մեր առաջ դրված խնդիրը երթևեկության անվտանգ մասնակից ունենալն է, ով տիրապետում է ճանապարհային երթևեկության կանոններին։ Իսկ հնարավոր է, պարոն Ղազարյան, դրա մասին նաև խոսեց ինչ-որ մի առիթի ժամանակ նախարարը, որ ուսուցանվեն
տեսական քննության հարցաշարերը կամ ընդհանուր կանոնները հենց դպրոցներում։ Արդյոք այստեղ որևէ տեղաշարժ կա, ինչ եք մտածում այս ուղղությամբ։ Ոսա այն երկարաժամկետ լուծումների մասին էր, Որ որոնց 8 ես դաս կամ ցանկանում 10 էի։ դաս անցնելուց հետո անձը ստիպված չլինի քննություն հանձնել ինչ-ինչ բաներ մոռանալով հետո։ Այո, այն երկարաժամկետ լուծումների շրջանակում է, որոնց ցանկանում էի սկզբանե անդրադառնալ, մենք հիմա քննարկում ենք որոշակի մոդել, թե ինչ ուրեմն գործառույթներ է, որ մենք կարող ենք արտապատվիրակել մասնավորին։ Մենք առնվազն իդենտիֆիկացրել ենք այն գործառույթների շրջանակը, որը չենք կարող որևէ պարագայում արտապատվիրակել մասնավորին, դա որոշումների կայացումն է, վերահսկողական գործիքակազմը եւ տվյալների հետ կապված գործիքակազմերը, սրանք որևէ պարագայում չեն կարող, որովհետեւ չեն կարող արտապատվիրակվել, որովհետեւ պետական ֆունկցիայի էությունը կայանում է հենց դրանում, սակայն կազմակերպչական որոշակի հարցեր եւ ավտոդպրոցների ուրեմն կարողությունների կիրառման հնարավորություն հիմա քննարկվում է, մենք առաջիկայում Համաշխարհային բանկի գործընկերների օժանդակությամբ կներգրավենք նաև միջազգային որոշակի կազմակերպություններ, որոնք մեզ կօգնեն նոր մոդելի մշակման հարցում։ Մենք ուսումնասիրել ենք մի քանի երկրների փորձը, ուսումնասիրել ենք 24 ֆունկցիոնալի, 24 միավոր ֆունկցիոնալի տեսանկյունից 5-6 երկրների փորձ ենք ուսումնասիրել, սակայն ցանկանում ենք ներգրավել նաև մասնագիտական խորհրդատվություն եւ արդեն առաջիկայում սկսելու ենք նաև այսպես առնվազն մտագրողների շրջանակներում որոշակի քննարկումներ նաև մասնավոր գործընկերների հետ, ավտոդպրոցների, հասարակական կազմակերպությունների ոլորտում ներգրաված, իդենտիֆիկացնելու համար թե ինչպես կարող ենք բարելավել ծառայությունները, օրինակ մասնավորի հետ գործընկերությամբ օգտագործելով մասնավորի կարողությունները, թե նյութատեխնիկական կարողությունները, թե գիտելիքի կարողությունները, բայց կարծում ենք, որ ամենաեական հանգամանքը այն պետք է լինի, որ կրթությունը պետք է դառնա պարտադիր։ Հնարավոր չէ դա հանրակրթական դպրոցներում ներմուծել որպես պարտադիր առարկա, այդ որևէ տարիքի։ քննարկումները եւս կան կրթության եւ գիտության նախարարության հետ, որ բարձր տարիքում, ուրեմն բարձր դասարաններից ուսուցանվեն ճանապարհային երթևեկության կանոնները, որպես պարտադիր ուսուցանման ենթակա նյութ, բայց մենք կարծում ենք, որ համենայն դեպս որոշակի ուրեմն առնվազն գործնական հմտությունների մասով կրթությունը պարտադիր դարձնելը հետագայում կարևոր է, առնվազն մենք կարող ենք դա ունենալ որպես ավտոդպրոցների գրանցման պարտադիր ուրեմն պահանջներ, սրանք շատ կարևոր դրույթներ են, որովհետև մենք տեսնում ենք, որ եթե մենք չանեինք այս խիստ վարչարությունը, ինչը շատ հաճախ չի արվել նախկինում, մարդիկ շատ ավելի դյուրությամբ կարող էին ստանալ վարչական իրավունքի վկայական եւ հետո ձևավորել էական ռիսկեր իրենց սեփական եւ այլոց կյանքերի համար ճանապարհներին։ Եվ վերջին հարցը, տեսական քննությունները եւս բարդացել են, եթե կարելի է իհարկե այդպես ասել, հարցաշարը ավելացել է, հարցերի քանակն ավելացել է, սա ինչ փոփոխություն է բերել։ Նայեք, ես չէի համաձայնի այդ դրույթի հետ, թե տեսական քննությունները շատ են բարդացել, մենք ընդհանուր ուրեմն հարցաշարերի փաթեթում ենք ավելացրել 1500-ից շուրջ 1500 հարցեր կան, որոնք ռոտացված պարագայում այսպես պտտվում են եւ որոշակի ցանկով ներկայացվում են քննություն հանձնողին։ Այսինքն թեստերի քանակն է ավելացել, ոչ թե հարցերի։ Այո, ուրեմն հարցերի քանակը, չէ, հանձնողի հարցերի քանակն էլ է ավելացել, բայց դա շատ չէ եւ կարծում ենք, որ այս տեսական գիտելիքները եւս պետք է ստուգվեն, որովհետեւ գիտեք կանոնների իմացությունը շատ կարևոր է ընդհանուր առմամբ վարքագծի ձևավորման համար։ Երկրորդը գործնականում մենք արդեն ստուգում ենք հմտությունը, բայց գիտելիքը մենք ստուգում ենք տեսական քննության։ Բայց կան չէ հարցեր, որոնք ուղղակի անգիր են արվում, հետո մոռացվում են։ Նույնիսկ ընթացքում երթևեկության ընթացքում չեն օգտագործվում եւ Ես ես համաձայն եմ եւ կա այդպիսի բան, դրա համար մենք նաեւ բովանդակորեն պարբերաբար վերանայում ենք հարցաշարի բովանդակությունը, ոչ միայն քանակը, որոշակիորեն արդիականացումներ իրականացրել ենք, բայց նաեւ աշխատում ենք ներկայումս այդ ուղղությամբ եւ որոշակի փոփոխություններ կլինեն նաեւ առաջիկայում։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն էր, կհանդիպենք։